Էլֆիկ Զոհրաբյան, Հազարամյա քարը։ Զբոսայգու արևմտյան մասում մի հազարամյա քար էին պահում յուրահատուկ գեղեցկության համար։ Այդ մասում երբեմն կանգնում էր նաև թագավորական ոսկենախշ կառքը։ Գիտես որքան եմ զարմացած, մի անգամ քարին հարցրեց կառքը. Ես քեզանից եռակի չափով երիտասարդ եմ, սակայն արդեն ունեմ մի քանի ճեղքեր։ Իմ վրայից ընկել են բազմաթիվ սուտակներ ու հակինթներ։ Դու ինչպես ես մնում այդպես պինդ ու հաստատուն։ Ես երջանիկ եմ, կարճ դադարից հետո պատասխանեց քարը։ Տարիներ ի վեր անթիվ սիրահարներ զրուցել ու սիրո ուղտեր են կապել հենց ինձ մոտ, և ամեն անգամ ես էլ եմ նրանց հետ վերապրել սերը։ Ես սիրում եմ բոլորին։ Անհարմար չես զգում ականջ դնելով ուրիշների զրույցներին։ Ուշադիր նայելով քարին, հարցրեց կառքը։ Իմ ծանրության պատճառով ոչ ոք ինձ ուրիշ տեղ չի տեղափոխել։ Իմ կողմից, անշուշտ, անպարկեշտություն կլիներ այդ զրույցները ուրիշներին հաղորդելը։ Այլապես կարող էի բազմահատոր սիրավեպեր գրել։ Կառքը լռեց ու սկսեց մտորել։ Նա արդեն գրեթե ամեն օր կանգ էր առնում քարի մոտ։ Նրանց բաժանում էր միայն գալարաձև ցանկապատը։ Նա ցավով վերհիշեց, թե կառապանն իրեն այդտեղ բերելիս ինչ էր ասում։ Ինչպիսինն է իր ջահել ժամանակ։ Մարդիկ դուրս էին վազում փողոց, երբ իմանում էին, որ անցնելու ես։ Բայց հիմա, շարունակեց կառապանը դժգոհության արտահայտություն բերելով դեմքին, ծերացել ես, վրատ ճեղքեր են հայտնվել, անիվներդ ծռվել են ու մաշվել, էլ ոչ մի լուսնակար չկա վրատ, նստատեղերդ հնամաշ են ու չոր, թագավորն էլ չի ուզում, որ դու իրեն սպասարկես, այսուհետև կկանգնես էստեղ։ Կառքն արհամարհեց կառապանի խոսքերը, նա տարված էր իր հին փառքով։ Ես նույնն եմ մնացել, մարդիկ են ավելի չարացել, մտածում էր կառքը։ Իսկ ինչու են քեզ հաճախ այստեղ կանգնեցնում և ոչ կառատանը։ Սիրալիր հարցրեց քարը։ Որովհետև թագավորն այնքան ողջամիտ է, որ ոսկին ու ժանգը չի խառնում միմյանց, պատասխանեց կառքը։ Ինձ որպես աշխարհի լավագույն և ամենաշքեղ կառք առանձնացրել է, որ անցորդները հմայվեն ոչ միայն այգու անշարժ արձաններով ու շատրվաններով։ Քարը մեղմ ժպտաց։ Կառքը երբեմն վիճում էր քարի հետ, հատկապես, երբ նոր էր վերադարձած լինում ուղևորությունից։ Գիտեմ, որ պետք է սիրել ընկերոջը սեփական անձի պես, և համամիտ եմ նաև այն բանի հետ, որ սերը կփրկի աշխարհը։ Խրախուսելի է, որ տեղյակ ես սիրո տեսության փշրանքներին, բայց դրանք պիտի գործի դնես, ասաց քարը։ Բայց ինչպես գործի դնեմ, բռնկվեց կառքն ու անմիջապես զղջաց, որ նման հարց տվեց։ Նա ցանկանում էր քարից խորամանկությամբ կորզել իր անթիվ հարցերի պատասխանը։ Նրա մեջ նույնիսկ մի տարօրինակ կասկած առաջացավ։ Գուցե քարը օգտվում է մոգական կամ սատանայական ինչ-որ հնարքներից։ Հակառակ դեպքում ինչպես կարող էր միշտ երջանիկ լինել։ Դա դարձրու քոնը, պատասխանեց քարը։ Կյանքի ամեն հանգամանքում էլ վերահսկիր քեզ, թե ճիշտ օգտագործեցիր սիրո տեսությունը։ Իսկ դու դա դարձրել ես քոնը։ Միշտ գործածում եմ, բայց կրկին թվում է քիչ է։ Երբ սիրահարները գրկախառնված հենվում են ինձ, կարծես թե փափկում եմ և նրանց համար այնպես եմ ուզում դառնալ բամբակե բազմոց։ Կառքը հպարտ ճանապարհ ելավ։ Ընթանալիս մտածում էր. պետք է ինքներս մեզ վերահսկենք։ Սեր պետք է սփռել ամենուր, կփոխհատուցվի։ Ոնց չէ, լավ, փորձենք համաձայնել։
Նկատեց, որ մայթեզրին 2 հոգի թունդ վիճում են, իսկ մի քանի հոգին էլ նրանց շրջապատած անհարկի քրքիջներով նայում են 2 կողմերին։ Չէ՞ որ խաղաղությունը նպաստում է երջանկության ստեղծմանը, մտածեց Կառքն ու որոշեց ցույց տալ իր սերը։ Նա այնպիսի ուժով շարժվեց դեպի վիճաբանողները, որ կառապանը չհասցրեց որևէ բան անել։ Վիճաբանողներն ընկան անիվների տակ, իսկ մյուսները արդեն հասցրել էին մի կողմ փախչել։ Կառքը գոհ էր, որ կատարեց մի արժեքավոր գործ։ Եթե մարդիկ չեն գիտակցում, որ պետք է փողզիջման գնալ, ուրեմն տեղն է նրանց։ Վիճաբանողին միշտ էլ թվում է ինքը ճիշտ է։ Այ հիմա կսթափվեն։ Վերջին միտքն ասելուց հետո ոգևորություն պատեց նրան։ Անբան Ախոյանից լեզուն կապ կընկնի, երբ իմանա, թե ինչ տեղի ունեցավ։ Քարն ամենևին չխրախուսեց Կառքին, երբ լսեց դիպվածը։ Այո, դու կամենում ես բարի գործ անել, պայքարել կեղծիքի դեմ, բայց պետք է իմանաս, թե ինչպես։ Վերջին բառն ընդգծելով ասաց քարը։ Կառքի համբերությունը սպառվել էր։ Եթե հնարավորություն ունենար, քարին կտոր կաներ։ Նա ուզում էր գոռալ, որ ինքը շատ մեծ գործ է կատարել, որի առջև քարը կույր է ձևանում։ Նոր կառապանը տարավ Կառքին։ Այգու անթառամներն ու ջրաշուշանները երազում էին նշանավոր քարի կողքին աճել, իսկ սիրահարները գալիս էին հենց նրա մոտ հանդիպելու միմյանց։ Այդպիսի պահերին լուսնալույսի տակ քարն այնքան գեղեցիկ էր ժպտում և փայլում, որ թվում էր աստղերն ամուր փարվել են նրան և ճչում են, թե քարը միայն իրենցն է, թող ոչ ոք չհամարձակվի նրան մոտ գալ։ Առավոտյան Կառքը կրկին հայտնվեց։ Մռայլված էր։ Քարի կապտանարնջագույն փայլերը գրգռում էին նրան։ Ես համոզված եմ, որ դու էլ ես կեղծում սիրո հարցում ինչպես բոլորը, թե լեզվի հմուտ լարախաղաց ես, ունես դիրք ու փող, կստանաս և սեր, և պատիվ, և իշխանություն։ Ամբողջ կյանքում ցանկացել եմ սերս նվիրել ուրիշներին, դառը ժպիտով ասաց քարը, իսկ ջերմ բառերս եղել են սրտիս թելադրանքը։ Սերս կարող է արտահայտվել և զայրույթիս մեջ։ Կարող ես ասել, թե ինչու են մարդիկ ժամանակից շուտ տգեղանում ու կնճռոտվում, դառնում տհաճ։ Որովհետև նրանց լեզուն այլ բան է ասում, իսկ սիրտը մեկ այլ բան։ Ստիպված են լինում հանգամանքների թելադրանքով, անհամբեր մեջ ընկավ Կառքը։ Բայց հետո անխուսափելիորեն պիտի դառնանան, բողոքեն կյանքից ու ստեղծվածից, շարունակեց քարը։ Կառքը բերանը բաց կլանում էր քարի խոսքերը և թվում էր շուտով բացվելու է գաղտնիքը, որը միայն քարը գիտե, այդ անիծյալ քարը, որ արդեն քանի դար է համառորեն տնկված է զբոսայգում Մարմարե արձանների կողքին, և դեռ ինչքան կմնա։ Կառքը վերջին անգամ պետք է խորտկարան տաներ 3 նախարարների, իսկ երկրի ղեկավարին ուղեկցում էր ադամանդներով ու հասպիսներով զարդարված ուղղաթիռի պես թռչել կարողացող ոսկեդեղին մի կառք։ Խետ-խետ հայացք շպրտեց դեպի նոր կառքը, բայց չհասցրեց սպառնալ, քանի որ նա արագորեն առաջ էր ընթանում։ Նախարարները սկսեցին չարախոսել և ամենավերջին հայհոյանքը թափել երկրի ղեկավարի գլխին։ Ամեն մեկը բողոքում էր, որ թագավորը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր նախարարության վրա։ Ահա քեզ լավ առիթ, ուրախացավ կառքը, քանի անգամ եմ զառիթափով ներքև սահել, ոչինչ էլ չի եղել։ Ով կա ինձանից ամուր։ Ես ճիշտ էի,
Սրանք այն մարդիկ չեն, որոնք բացի լայն ժպիտից, հաճոյախոսությունից ու չափազանց ուշադրությունից ուրիշ բան չեն ցուցադրում երկրի ղեկավարին, հանուն անկեղծության։ Զառիթափով գլորվեց կառքը, սակայն ողջ մնաց։ Միայն վրայի ճեղքերն ավելի լայնացան։ Բոլոր քարերը թափվեցին բացի մի մեծ մարգարտից, որը հետո թաքուն դարձավ ընկերների ծաղրի առարկան։ Կենդանի մնաց միայն կառապանը, որին ցմահ դատապարտեցին կանխամտածված սպանության համար։ Եթե մեր շրջապատն այսպես մաքրենք ավելորդությունից, ուրեմն կարելի է հասնել համընդհանուր երջանկության։ Ինքնագոհ քրթմջաց կառքը և անձայն ծիծաղեց. իսկ այդ քարը նախանձից թող մաս-մաս լինի։ Քարը ցնցվեց, երբ լսեց եղելությունը։ Նրա դաժան լռությունը վերջնականապես կատաղեցրեց կառքին։ Չէ՞ որ այդ նախարարները որպես բարեկամ էին ներկայանում թագավորին, և հետո մի նոր կառք են բերել, որը դարձել է թագավորի սիրելին, իսկ ես, նրա նախկին և հավատարիմ ծառայողը, մոռացվել եմ։ Մյուս կառքերը այլևս հարգալից չեն իմ հանդեպ, կասեի նույնիսկ անտարբեր, թեև ժպտում են, իսկ առաջ, երբ ես էի թագավորի սիրելին, կարծես հարգում էին ինձ, իմ սուտը նրանց ճիշտն էր։ Նորից տիրեց լռություն։ Հետո կառքը փոքր ինչ խաղաղված կիսաձայն ասաց. սակայն ես էլ իրենց եմ այնպես ժպտում, ինչպես թանկագին բարեկամիս։ Քարը շեշտակի նայեց նրան և հեգնական ժպտաց։ Կառքը մոտ մեկ շաբաթ մնաց կառատանը, երբ վերադարձավ, տեսավ, որ քարն ավելի մոգական տեսք է ստացել, իսկ թիթեռնիկները փարվել են նրան և չեն ուզում պոկվել։ Նա հուզմունքով պատվեց, երազեց գոնե մի օրով նորից երիտասարդանալ։ Արդեն քայքայված, տխուր, բայց աչքերում չարություն շողացնելով, կանգնեց քարի կողքին։ Էլ չէր ուզում ոչ ծիծաղել, ոչ վիճաբանել, ոչ էլ անգամ զրուցել։ Քարը մտերմիկ ու հարցական հայացքով նայեց կառքին։ Արդեն կործանվում եմ, վերջապես խոսեց կառքը։ Ո՞րն է փրկությունը։ Սերը, հանկարծակի մռայլվելով, ասաց քարը։ Էլ մի արտաբերիր այդ անիծյալ բառը, խզված ձայնով ասաց կառքը։ Սեր, ինչ սեր, սեր կա՞։ Ով էլի արժեք սիրում, ով։ Եվ ով է խոսում մարդկությանը օգուտ չտվող ավելորդ մի ծանրություն։ Քարը ոչինչ չպատասխանեց։ Երկար նայեց ճաղացած կառքին։ Նա չգիտեր, որ կառքին տեսնում է վերջին անգամ։ Հաջորդ օրը ժանգոտած մետաղների պահեստ տեղափոխվելու ժամանակ կառքը փորձեց իր առջևից գնացող նոր կառքին հրել գցել անդունդը։ Բայց վերջինս ճարպկորեն օդ բարձրացավ, և կառքը ինքը գլորվեց ներքև։ Ժայռերի ստորոտում ցակ ու ցրիվ փռված էր կառքը։ Նրա անիվներից մեկի տակից մի չորացած բույս գլուխը հազիվ դուրս հանեց ու տրտնջաց. զզվում եմ, երբ բնությունը աղտոտում է։ Այսքանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին։ Կհանդիպենք։